Այս ակնոցները գրավել են ամբողջ համացանցը և դարձել աղջիկների wish-list-ի համար 1 կետը։ Մինչ դուք հիանում եք դրանց արտաքին տեսքով, ես կպատմեմ այդ բրենդի Gentle Monster-ի պատմությունը, ինչից հետո ցավոք սրտի, թե բարեբախտաբար դուք ել ավելի կցանկանաք ունենալ այդ ակնոցներից։ Բայց նախքան սկսելը հետևեք իմեջին ձեր սիրելի fashion և beauty բրենդների պատմությունները բացահայտելու համար։ Gentle Monster-ը հարավկորեական ապրանքանիշ է ստեղծված 2011 թվականին Սեուլում։ Նկատելով, որ եվրոպական և ամերիկյան բրենդների ակնոցները չեն համապատասխանում ասիացիների դիմագծերին, Hankook Kim-ը որոշում է լրացնել այդ բացը, թողարկելով ավելի լայն և oversize մոդելներ, որոնք ունեն ցածր դիրք և վիզուալ առումով փոքրացնում են դեմքը։ Բրենդի անվանումը պարունակում է երկու ծայրահեղ տարբեր հասկացություններ, որոնք ամեն դեպքում փոխանցում են շատ հետաքրքիր միտք։ Նուրբ ակնոցները ևս կարող են գրավել ուշադրություն, ունենալ բնավորություն և փոխանցել ուժ։ 2014 թվականին Gentle Monster-ը ստացավ առաջին ճանաչումը, հայտնվելով հանրահայտ կորեական My Love from the Star դորամայում։ Դրան հաջորդեցին համագործակցություններ K-pop արտիստների հետ և աստիճանաբար բրենդը սկսեց դուրս գալ միջազգային շուկա։ Սակայն այդ ամենը ոչ միայն ակնոցների, այլ նաև բրենդի խանութների շնորհիվ էր։ Բրենդն իր բուտիկները վերածել է ինտերակտիվ արվեստային փորձառության։ Յուրաքանչյուր բուտիկ ձևավորված է որպես արտ ինստալացիա, անսովոր դեկորացիաներով, ֆուտուրիստական ինտերիերով, վիզուալ շոուներով և կոնցեպտուալ տարածքներով, որոնք ավելի շատ հիշեցնում են պատկերասրահներ, քան սովորական օպտիկայի խանութներ։ Բնականաբար այս ամենը դառնում է կոնտենտի ստեղծման խթան, ապահովելով բրենդի ճանաչելիություն և վաճառքների աճ։ Բրենդն ակտիվորեն համագործակցում է նաև աշխարհահռչակ նորաձևության տների հետ, որոնց թվում են Mugler, Maison Margiela և Fendi-ն, թողարկելով կապսուլային հավաքածուներ։ Այսօր Gentle Monster-ի ակնոցները կրում են գրեթե բոլոր մեդիա դեմքերը, սակայն առավել պահանջված են թափանցիկ մոդելները։ Ակնոցների արժեքը սկսվում է $250-ից։ Դες դուք չմոռանաք հավանել այս հոլովակը և մեկնաբանություններում նշել, արդյոք այս ակնոցները կան ձեր wish list-ում։